Սա է մեր գլխավոր թիրախը, մեր գլխավոր նպատակը, որը մենք կարող ենք իրականացնել, դա մեր ունակությունների սահմաններում է գտնվում։ Իսկ դրանից այն կողմ հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններ գտնվեն, որոնք կարողանան գործել եւ ինչ որ գործողություններ պարտադրել մեկ այլ պետության ներսում իր տարածքի վրա գտնվող հուշարձանների կապակցությամբ դա համարյա թե անհնար է։ Միակ միջազգային կազմակերպությունը, որ գոյություն ունի եւ ունի այդպիսի նպատակ, պետք է իրականացնի այդպիսի գործողություններ, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ է։ ՅՈՒՆԵՍԿՕ դա ՄԱԿ-ի ջողերից մեկն է, իսկ ՄԱԿ-ը բաղկացած է աշխարհի բոլոր պետություններից։ Մեխանիզմը որն է։ Ամեն մի պետություն, որ խնդիրներ ունի կամ օգնության կարիք ունի իր ժառանգությունը պաշտպանելու, վերանորոգելու, գերեզկացնելու համար, դիմում է այդ հատուկ դրա համար ստեղծված կազմակերպությանը, որ կոչվում է ՅՈՒՆԵՍԿՕ։ Բայց դա ինքն է անում, տվյալ պետությունն է անում, տվյալ պետությունն է դիմում ու խնդրում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա կամ օգնի կամ խորհուրդներով այսպես օգնի, որպեսզի տվյալ գործողությունները իրագործվեն տվյալ երկրի ներսում իր տարածքում գտնվող հուշարձանների վրա։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ դրսից մեկ այլ պետություն կամ մեկ այլ կազմակերպություն կամ գիտնականների մի որևէ միություն չի կարող, պարզապես չի կարող ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտադրի տվյալ պետությանը ինչ որ գործողություն։ Դա պարզապես անհնար է։